Շնորհակալ եմ հարգելի ներկաներ, հարգելի գործընկերներ քննարկման համար եւ քննարկումից ես հասկացա, որ բազմաթիվ հարցեր կան, որ լուծված են, բայց երկու հիմնական ուղղություն ունենք, որտեղ մեծ ծավալի հարցանում այդ քաղաքացիությունն է եւ բնակարանային ապահովման ծրագիրը եւ իհարկե արդեն իսկ այստեղ որոշում կայացրեցինք, որ որոշակի լավարկումներ կանենք, այդ ծննդյան վկայականներ, այլ փաստաթղթեր եւ այլն, այստեղ մենք պետք է մի բան հաշվի առնենք, որ այնուամենայնիվ շատ կարեւոր է, որ որոշումները պատշաճ իրավական հիմք ունենան, որովհետեւ կարեւոր է նաեւ այն պաշտոնյաները, ովքեր ինչ որ մի հատ թուղթ են ստորագրում, որի արդյունքում պետական միջոցներ են ծախսվելու։ Իրանք էլ են մարդիկ, իրանք մտածում են նաեւ, որ այդ թուղթը որ ստորագրում են, իրանք ուզում են նենց թուղթ ստորագրեն, որ վաղը մյուս օրը իրանք հարց չառաջանա, թե այս թուղթը ինչ եք ստորագրել, եթե թղթի համար անհրաժեշտ իրավական հիմքեր չի եղել։ Դրա համար ընդհանուր առմամբ թեման կամ վերնագիրը, որի ներքո մենք աշխատում ենք կամ փորձում ենք աշխատել, այդ հոգատարությունն է։ Հոգատարությունը, այո, Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների նկատմամբ, բայց նաեւ այդ հոգատարությունը ունի կոմպոնենտներ։ Մենք մյուս պաշտոնյաների նկատմամբ էլ, ովքեր այդ որոշումները կայացնում են, պետք է հոգատարություն ցուցաբերենք։ Եվ այս հոգատարության կարևոր կոմպոնենտը որոշումների հավասարակշռվածությունը։ Այս նյուանսն էլ պետք է հասկանանք, քանի որ բաց խոսում ենք, մենք նաև ուզում ենք այնպիսի որոշումները հավասարակշռված կայացնենք, որպեսզի այդ որոշումների շուրջ նեգատիվ չձևավորվի ոչ Ղարաբաղի մեր հայրենակիցների, ոչ նախկինում արդեն Հայաստանի քաղաքացիություն ունեցող եւ Հայաստանում ապրող հայրենակիցների շրջանում։ Այս շատ նուրբ եւ կարեւոր հարց է, որովհետեւ էդ էլ է պետք է հաշվի առնել, որ մենք կարող ենք ասել, այո, Ղարաբաղից տեղահանվածներին էս ամեն ինչ, բայց նաեւ պետք է այդ սահմանը շատ նուրբ է, որպեսզի հանկարծ, որովհետեւ եկեք արձանագրենք Հայաստանում հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ կան, ովքեր բնակարանի խնդիր ունեն եւ մեզնից էլի նույն ձևով ակնկալում են, որ մենք իրանց համար էլ ծրագիր անենք։ Հայաստանում ամենայն պարզա, բայց կան բիզնեսներ, որի կողքը հիմա նոր բիզնես է հայտնվում։ Եվ երբ որ մենք լրացուցիչ մի որոշակի գծից են կողմ աջակցություն ենք ցուցաբերում այս նոր բիզնեսին, այս մյուս բիզնեսի մոտ նեգատիվ է առաջանում, ասում է չհասկացա, այս իմ դեմ եք աշխատում։ Այսինքն այս նրբությունները շատ կարևոր են, ընդհանրապես բոլոր որոշումների մեջ հավասարակշռությունը պահելը շատ կարևոր է։ Եվ նաև կարևոր է նաև, որ մեր որոշումները, մեր խոսույթները, մեր կողմից իրականացվող արտաքին եւ տարածաշրջանային քաղաքականություններին չհակասեն։ Տեսեք, մենք այսօր Ադրբեջանի հետ հաստատել ենք խաղաղություն, եւ մենք չենք կարող կայացնել որոշումներ, որոնք այդ հաստատված խաղաղությունը կխարխլեն, կփլուզեն, մեզ կվերադարձնեն կոնֆլիկտի տրամաբանության մեջ։ Եվ մենք կներեք էլի ձեր նկատմամբ ունեցած հոգատարությունն է, ես պատասխանում եմ պարոն Բեգլարյան ձեր հարցին։ Մենք մեզ թույլ չենք տա ձեզ Հայաստանի Հանրապետությունում պահել հազար ներողություն այդ բառի համար պատանդի կարգավիճակում։ Գիտեք, ես ծնունդով Իջևանից եմ։ Իջևանի շրջանի բնակչության մի շատ զգալի տոկոսը 200 տարի առաջ Ղարաբաղից եկած մարդիկ են։ Իրանք չունեն երկքաղաքացիություն, իրանք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Իրանք ապրում են, իրանք իրանց հիշողությունը ունեն, բայց իրանք ապրում են, տնավորվել են, այսօր սահմանամերձ շատ գյուղերում 16 միլիոնի ծրագրից են օգտվում եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես մի նախադասություն կա, ես անկեղծ ասած ես կարծում եմ ամենակարևոր բանը, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է անի ձեր նկատմամբ, այդ ազնիվ ուղիղ շիտակ մոտեցումն է եւ շիտակ մոտեցումը։ Եվ ես նաեւ ուզում եմ ասել, որ հետահայաց ես հիմա հասկանալիորեն մեր անցած պատմության մասին շատ եմ մտածում,
հետահայաց մտածում եմ, որ ձեր նկատմամբ միշտ մենք ունեցել ենք անկեղծության եւ ազնվության պակաս Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ ես նոր ասում եմ, որ մենք չենք ուզում ձեզ Հայաստանի Հանրապետությունում պահենք պատանդի կարգավիճակում, մենք պետք է խոստովանենք, որ ինչ որ իմաստով եւ ինչ որ մի տրամաբանությամբ եւ ինչ որ դիտանկյունից երկար ժամանակ մենք ձեզ Ղարաբաղում ենք պատանդի կարգավիճակում պահել։ Այսինքն այն ամենաբարդ բանը մարդու համար անորոշությունն, ամենաբարդ բանը անորոշությունն, թե ինչա լինելու վաղը։ Այն մարդը, որը չգիտի, լավ չի պատկերացնում, թե ինչա լինելու վաղը, այդ ամենածանր բանն է, եւ դուք, ես կարծում եմ, ամենալավը գիտեք, թե դա ինչ է նշանակում։ Մենք դեգերումներին պետքա վերջ տանք։ Մենք պանդխտությանը պետքա վերջ տանք։ Մենք ունենք դուք ունեք պետություն։ Դուք ունեք պետություն եւ այդ պետությունը Հայաստանի Հանրապետությունն է։ Եվ մենք այսօր ուզում ենք մեր ամբողջ ռազմավարությունը հիմնվում է դրա վրա, որ դուք տնավորվեք բառից եւ ֆիզիկական եւ հոգեբանական իմաստով Հայաստանի Հանրապետությունը։ Եվ մենք իրար հետ մեր այս պետությունը, որը մեծ բարեբախտություն է մեզ համար, հայ ժողովրդի համար, այս պետությունը իրար հետ դարձնենք ավելի բարեկեցիկ, ավելի ապահով, ավելի անվտանգ եւ ի վերջո մենք կարողանանք եւ մենք այսօր իմ գնահատմամբ կարողացել ենք գոյատևման տրամաբանությունից դուրս գալ զարգացման եւ բարեկեցության տրամաբանություն, խաղաղության տրամաբանություն։ Եվ ես կարծում եմ, որ մենք պետքա կենտրոնանանք հենց այդ խնդիրների լուծման վրա։ Այսօր ինձ համար ակնհայտ դարձավ, էլի եմ ասում, երկու հիմնական հարց կա, որ մենք պետքա լուծենք։ Քաղաքացիություն ստանալու հետ կա այն մարդկանց, որովհետեւ բայց կան բիզնեսներ, որի կողքը հիմա նոր բիզնես է հայտնվում։ Եվ երբ որ մենք լրացուցիչ մի որոշակի գծից են կողմ աջակցություն ենք ցուցաբերում այս նոր բիզնեսին, այս մյուս բիզնեսի մոտ նեգատիվ է առաջանում, ասում է չհասկացա, այս իմ դեմ եք աշխատում։ Այսինքն այս նրբությունները շատ կարևոր են, ընդհանրապես բոլոր որոշումների մեջ հավասարակշռությունը պահելը շատ կարևոր է։ Եվ նաև կարևոր է նաև, որ մեր որոշումները, մեր խոսույթները, մեր կողմից իրականացվող արտաքին եւ տարածաշրջանային քաղաքականություններին չհակասեն։ Տեսեք, մենք այսօր Ադրբեջանի հետ հաստատել ենք խաղաղություն։ Եվ մենք չենք կարող կայացնել որոշումներ, որոնք այդ հաստատված խաղաղությունը կխարխլեն, կփլուզեն, մեզ կվերադարձնեն կոնֆլիկտի տրամաբանության մեջ։ Եվ մենք կներեք էլի ձեր նկատմամբ ունեցած հոգատարությունն է, ես պատասխանում եմ պարոն Բեգլարյան ձեր հարցին։ Մենք մեզ թույլ չենք տա ձեզ Հայաստանի Հանրապետությունում պահել հազար ներողություն այդ բառի համար պատանդի կարգավիճակում։ Գիտեք, ես ծնունդով Իջևանից եմ։ Իջևանի շրջանի բնակչության մի շատ զգալի տոկոսը 200 տարի առաջ Ղարաբաղից եկած մարդիկ են։ Իրանք չունեն երկքաղաքացիություն, իրանք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Իրանք ապրում են, իրանք իրանց հիշողությունը ունեն, բայց իրանք ապրում են, տնավորվել են, այսօր սահմանամերձ շատ գյուղերում 16 միլիոնի ծրագրից են օգտվում եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես մի նախադասություն կա, ես անկեղծ ասած ես կարծում եմ ամենակարևոր բանը, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է անի ձեր նկատմամբ, այդ ազնիվ ուղիղ շիտակ մոտեցումն է եւ շիտակ մոտեցումը։ Եվ ես նաեւ ուզում եմ ասել, որ հետահայաց ես հիմա հասկանալիորեն մեր անցած պատմության մասին շատ եմ մտածում, հետահայաց մտածում եմ, որ ձեր նկատմամբ միշտ մենք ունեցել ենք անկեղծության եւ ազնվության պակաս Հայաստանի Հանրապետությունը։ Որովհետեւ ես նոր ասում եմ, որ մենք չենք ուզում ձեզ Հայաստանի Հանրապետությունում պահենք պատանդի կարգավիճակում, մենք պետք է խոստովանենք, որ ինչ որ իմաստով եւ ինչ որ մի
տրամաբանությամբ եւ ինչ-որ դիտանկյունից երկար ժամանակ մենք ձեզ Ղարաբաղում ենք պատանդի կարգավիճակում պահել։ Այսինքն այն ամենաբարդ բանը մարդու համար անորոշությունն է, ամենաբարդ բանը անորոշությունն է, թե ինչա լինելու վաղը։ Այն մարդը, որը չգիտի, լավ չի պատկերացնում, թե ինչա լինելու վաղը, այդ ամենածանր բանն է, եւ դուք, ես կարծում եմ, ամենալավը գիտեք, թե դա ինչ է նշանակում։ Մենք դեգերումներին պետքա վերջ տանք։ Մենք պանդխտությանը պետքա վերջ տանք։ Մենք ունենք դուք ունեք պետություն։ Դուք ունեք պետություն եւ այդ պետությունը Հայաստանի Հանրապետությունն է։ Եվ մենք այսօր ուզում ենք մեր ամբողջ ռազմավարությունը հիմնվում է դրա վրա, որ դուք տնավորվեք բառից եւ ֆիզիկական եւ հոգեբանական իմաստով Հայաստանի Հանրապետությունը։ Եվ մենք իրար հետ մեր այս պետությունը, որը մեծ բարեբախտություն է մեզ համար, հայ ժողովրդի համար, այս պետությունը իրար հետ դարձնենք ավելի բարեկեցիկ, ավելի ապահով, ավելի անվտանգ եւ ի վերջո մենք կարողանանք եւ մենք այսօր իմ գնահատմամբ կարողացել ենք գոյատևման տրամաբանությունից դուրս գալ զարգացման եւ բարեկեցության տրամաբանություն, խաղաղության տրամաբանություն։ Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք հենց այդ խնդիրների լուծման վրա։ Այսօր ինձ համար ակնհայտ դարձավ, էլի եմ ասում, երկու հիմնական հարց կա, որ մենք պետք է լուծենք։ Քաղաքացիություն ստանալու հետ կա այն մարդկանց, որովհետև համոզված եմ, բազմաթիվ մարդիկ կան ակնհայտորեն, որ այդ փաստաթղթերը ունեն եւ մարդիկ էլ կան, որ չունեն։ Մենք պետք է լուծումը գտնենք եւ թերևս դա նորմալ բան է, ինչ որ ասեց, ես անկեղծ ասած չգիտեի այդ մեխանիզմի մասին, բայց մարդը ծննդյան վկայական չունի, երկու հոգի ծննդյան վկայական ունեցող, անձնագիր ունեցող գնում են նոտարի մոտ, ճիշտ հասկացա, Տիկին Գայլան, գնում են երդվում են, որ այս մարդն է, իրանք ճանաչում են, երաշխավորում են, եւ այդտեղից այդ իրավական հիմքի վերականգնումը սկսում է։ Այսինքն մեխանիզմները կան, երևի մենք պետք է մարդկանց ավելի լավ իրազեկենք եւ պրակտիկաներն էլ այդպես անենք, եւ մենք փաստաթղթերի հետ կապված խնդիրներ բոլոր նախարարություններում ունենք, եւ մենք դրա համար գնում ենք թվայնացման ճանապարհով, եւ այո, այն ինչ որ դուք նշում եք, դա խնդրեմ է, դա ձեր խնդիրն է, բայց դա նաև մեր խնդիրն է, բոլորիս խնդիրն է, եւ քայլ-քայլ մենք պետք է այդ խնդիրները լուծենք։ Ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնեմ այսօրվա քննարկման համար։ Ես համոզված եմ, որ ելի հարցեր կան, որոնք չհնչեցին, բայց իմ տպավորությամբ հարցերի հիմնական ուղղությունը այս երկուսն են, մնացածը այս հարցերի միջակայքում են, եւ մենք եկեք պայմանավորվենք, որ առաջիկայում կկենտրոնանանք այս խնդիրները լուծելու համար։ Եվ փոխվարչապետին ես հարցրի, ինքը հուշեց, որ բացի ընդհանրական խնդիրներից մենք ձևաչափ ունենք, որտեղ անհատական հարցերն էլ է լուծվում, եւ եկեք այն հարցերը, որոնք անհատական են, պարոն Թորոսյան, փորձենք ավելի ակտիվ հանձնաժողովի աշխատանքը իրականացնենք, խնդրենք թող ավելի շատ ջանք գործադրեն, հերթագրեն մարդկանց կանխատեսելի օր ընդունելություն նշանակեն, եթե հնարավոր է նախապես ինֆորմացիա ստանան, որովհետև էդ էլ է աշխատանքի կարևոր ձև, որովհետև մարդը մի անգամ եկավ, հարցը ներկայացրած, պաշտոնյան պետք է գնա մտածի, լուծում գտնի, երկրորդ անգամ գա, երրորդ անգամ, այդ մեխանիզմներն էլ պետք է, քաղաքացին, որ ընդունելություն է ուզում, մոտավորապես նախապես ինքը ուղարկի, թե ինչ հարցով է դիմելու, որն է իր կոնկրետ խնդիրը եւ կոնկրետ ակնկալիքը, որպեսզի արդեն հենց առաջին հանդիպման ժամանակ հնարավոր լինի առնվազն ուղենշային մակարդակում որոշակի լուծումներ նախանշել եւ այդպիսով գնալ առաջ։ Ես ուզում եմ մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար, որովհետև նախորդող շրջանի հարցերը փաստորեն լուծված են։ Մենք, այսինքն առանց այստեղ գալու մենք գիտեինք, որ այսօր, այսինքն մեր թվերը դա ցույց են տալիս,
որ մեր խնդիրը քաղաքացիություն ստանալու process-ի մեջ է եւ բնակապահովման process-ի մեջ է, բայց ես վերցրել էի թվերը 2025 թվականի տարեկան զեկույցից, բայց ես հիմա ձեր ասած թվերից հասկացա, որ դինամիկա, մենք արագացում ունենք դինամիկայի, որովհետեւ հաստատված իրացված ծրագրերը ինչքան է 2200 արդեն տուն կամ բնակարան ձեռք բերած կամ շինարարության արդեն ունենք, որը իմ ասած թվից արդեն 500 մոտավորապես 500-ով արդեն ավել է, քաղաքացիության հետ կապված էլ արդեն շատ ավելի մեծ է 5 չէ, ստացած արդեն ստացած 34000 մարդ արդեն քաղաքացիություն է ստացել, այդ թվում անչափահասներ, հենց որ ոնց որ թե process-ը գնացել է եւ համոզված եղեք, որ մենք անընդհատ այս ուղղությամբ աշխատում ենք եւ մենք կփորձենք մաքսիմալ անել, որ մաքսիմալ հավասարակշռված եւ մաքսիմալ հարմարավետ լուծումներով այս բոլոր հարցերը հասցնենք մի հանգրվանի, որ երբ որ հավաքվենք, արդեն ըստ էության անցյալ ընթացիկ հարցերի հետ կապված հարց չմնա եւ մենք արդեն այլ տրամաբանությամբ քննարկենք հարցերը, զարգացման տրամաբանության մեջ քննարկենք հարցերը, շնորհակալ եմ բոլորիդ, այսքանը